Սիրելի լրագրողներ, հարգելի ընկերներ, առավոտից զանգեր եմ ստանում, մամուլում հրապարակված ինձ վերաբերվող քրեական գործի վերաբերյալ, ուստի պարտքս եմ համարում որոշակի պարզաբանումներ տալ, որպեսզի անընդհատ այդ զանգերով անհատապես կոմունիկացիա չհաստատեմ։ Այս քրեական գործը քննվում է 22 թվականից, այդ գործը իմ մասին չի եղել, ուղղակի 26 թվականին, երբ որ ես հայտարարել եմ Ուժեղ Հայաստան կուսակցությանը միանալու մասին, այս գործը վերակենդանացվել եւ քննչական մարմինները հարկ են համարել այս գործով ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինձ կանչել տեղեկացրել են, բնականաբար ես ցուցմունք չեմ տվել եւ իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, չբացակայելու արգելք եւ գրավ եւ շարունակել եմ իմ սովորական քաղաքական աշխատանքային գործունեությունս մինչև այն ժամանակ, երբ որ իմացան, որ գործ ուղարկվել է դատարան։ Գործի մանրամասներին ինքս էլ չեմ տիրապետում, բայց եթե հետաքրքրասեր մարդիկ կլինեն, կարող են գործի մասին տեղեկություններ ստանալ։ Այդ գործը իմ 21 թվականի կալանավորական գործից հատուկ առանձնացված գործ է, որպեսզի պահեստային տարբերակում իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար եւս մեկ գործ հարուցեմ, որպեսզի ինձ զերծ պահեն քաղաքական ակտիվությունից, բնականաբար քաղաքական ակտիվությունն ու մարդկային ակտիվությունը ճնշումների միջոցով գոնե թե իմ պարագայում հնարավոր չի մեղմել, ամեն դեպքում ես ապրում եմ իմ կյանքով, իմ սկզբունքներին, գաղափարներին հավատարիմ, շարունակելու եմ այսպես էլ ապրել, իսկ թե մեր իրավական մարմինները ինչու են այս մեթոդները ընտրել ինձ եւ իմ նման անձանց վրա ճնշում գործադրելու, դա ժամանակը արդեն ցույց կտա։ Շնորհակալություն եմ հայտնում անհանգստացողների համար, իսկ տեղեկատվությունը այսքանն է, այս գործի մասին մենք գիտեինք, ուղղակի չենք էլ բարձրաձայնել, որովհետև նախընտրական այդ թողովոյի շրջանում այս գործի վերաբերյալ առանձնապես տեղեկություններ հաղորդելու որևէ իմաստը չենք տեսել, իսկ այս պահին թե ինչու է հենց վերնագրերի տեսքով հայտնվել կամ ինչու է այս գործի մասին, ժամանակը ցույց կտա, ապրենք, առաջ գնանք, տեսնենք վերջը ինչ է լինում։ Շնորհակալություն ևս մեկ անգամ անհանգստանալու համար։